Ընտրություններից ընդամենը 3 օր առաջ Եվրամիությունն օգնության ձեռք է մեկնում Հայաստանին ռուսական սահմանափակումները շրջանցելու համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է եվրոպական շուկայի դռները հայկական որոշ ապրանքների առջև բացելու մասին։ Մենք պատրաստում ենք Եվրամիության աջակցության փաթեթ, այն ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն, ավելի քան 50 միլիոն եվրո, հետո կլինի ավելին։ Նախատեսվում է, որ վաղը Լատվիա կհասնի 10,000 ծաղիկ, հետո հոսքը կշարունակվի։ Իսկ լոլիկը, պղպեղը, հանքային ջրերը եւ ռուսական ստուգումները չանցնող մյուս ապրանքները Եվրամիության տարածած տեքստում ֆոն դեր Լայենը հստակ նշել է միայն ծաղկի մասին։ Ըստ Հայաստանի կառավարության քննարկվել են նաեւ տարբեր, այդ թվում գյուղատնտեսության եւ ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։ Հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները երկարաձգելով Մոսկվան տնտեսական հարաբերությունները որպես զենք է օգտագործում քաղաքական ճնշման համար։ Բրյուսելը հայտարարում է, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրոպան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց։ Ռուսաստանից դարձյալ արագ կողմնորոշվելու ուղերձներ են հնչում։ Փոխվարչապետ Օվերչուկն ասել է, որ Հայաստանի դեմ իրականացվող սահմանափակումները տնտեսական են, ոչ թե քաղաքական։ Ամեն ինչ կանոնների սահմաններում է։ Ռուսաստանը աջակցության միջոցներ չի տրամադրի Երևանին ԵԱՏՄ ու երկկողմ համաձայնագրերի շրջանակում, եթե այդ երկիրը որոշի շարունակել մերձեցումը Եվրամիության հետ։ Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցույց տալ մի երկրի, որն իր ապագան տեսնում է Եվրամիությունում, որը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Ինչու փող տանք նրանց, ովքեր հնարավոր է վաղը կռվեն մեզ հետ։ Արևմուտքից եւ հյուսիսից հնչող հայտարարություններին զուգահեռ Հայաստանի կառավարությունն այս կազմով վերջին նիստներ անցկացնում։ Գլխավոր հարցը՝ ինչպես օգնել արտահանողներին։ Որոշեցին աջակցություն տրամադրել միայն լոլիկ, պղպեղ, ելակ եւ ծաղիկ արտահանող տնտեսվարողներին, սահմանելով փոխհատուցման հստակ չափեր։ Եվ այսպես, յուրաքանչյուր կիլոգրամ ելակի համար 770, լոլիկի համար 275, պղպեղի համար 400 դրամ, իսկ յուրաքանչյուր ծաղկի համար 37 դրամ։ Ապրանքների արտահանումն իրականացնելուց հետո փոխհատուցման ստացման նպատակով տնտեսավարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելով ապրանքի տարանցման հայտարարագրերը կամ արտահանման ապրանքի հայտարարագրերի պատճենը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերը դա նույն հաշիվ ապրանքագրերն են։ Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։ Ըստ հաշվարկների հունիսին նախատեսվում է արտահանել ավելի քան 4250 տոննա բանջարեղեն եւ ելակ ու 10 միլիոն հատ ծաղիկ։ Աջակցությունը կտրամադրվի 1 ամսվա ընթացքում։ Աջակցության այս որոշումը դեռ չի ներառում մրգերը, կոնյակը, գինին կամ հանքային ջրերը։ Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որը ունի պատշաճ որակ, արտահանվելու է անկախ որևէ արհեստական խոչընդոտներից, որևէ շուկայի, որևէ երկրի եւ այլն։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը բավարար ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար, անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները, ինչով կաջակցեն կամ չեն աջակցի։ Առաջարկվում է աջակցություն տրամադրել նաև այն ջերմատնային տնտեսություններին, որոնք ունենան միջազգային չափանիշներին համապատասխան արտադրության սերտիֆիկատ։ Չեմ ուզում, ինչպես ասացվածքում է ասվում, սայլը ձիուց առաջ դնել եւ շտապել հայտարարություններ անել, բայց ուզում եմ ասել, որ մենք քննարկումներ ունենք Եվրոպական միության մեր գործընկերների հետ, իրենց կողմից եւս մաքսատուրքերի հարցում որոշակի ուրեմն դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելուն եւ հուսամ առաջիկայում այդ քննարկումները հաջողությամբ կպսակվեն։ Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը հաստատ դատարկ չի մնա։ Թե ինչպես կարող է բացը լրացնել, ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Այն ինչ կորցնում ենք Հայաստանում, մենք կփոխարինենք հենց նույն Ադրբեջանով, քանի որ միանշանակ Ադրբեջանի գյուղատնտեսությունն ունակ է նույնիսկ ավելիին եւ տալիս է ավելին, քան Հայաստանը։ Բորիս Տիտովն ասել է, որ տնտեսական բարդություններն առաջին հերթին ընկնելու են հայ ժողովրդի ուսերին։ Պաշտոնյայի խոսքով Հայաստանն իր պատմության մեջ տարբեր շրջափուլեր է անցել եւ նույնիսկ ցրտահարվել է, քանի որ այդ ժամանակ Ռուսաստանից գազ եւ նավթ չի ստացել։ Ալադավթյան, Էպիկենտրոն։